Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հերթական անգամ Մամուլի Ասուլիսի մեր հրավերը ընդունելու եւ այստեղ ներկա գտնվելու համար։ Ձևավորված ավանդույթի համաձայն ուզում եմ ամփոփել քարոզարշավի նախորդ շաբաթը եւ տեղեկացնել առաջիկա մեր քայլերի եւ անելիքների մասին։ Ինչպես առիթ ունեցել եք նկատելու, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ մեր քաղաքական թիմը քարոզարշավի այս 3 շաբաթների ընթացքում շատ ակտիվ, կառուցողական եւ բովանդակային քարոզարշավ է իրականացնում, ինչպես քաղաքամայր Երևանում, այնպես էլ հանրապետության մոտ եւ հեռավոր մարզերում, խոշոր քաղաքներում, շրջկենտրոններում, գյուղական համայնքներում Այս ժամանակահատվածում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մեր հայրենակիցների հետ, որտեղ հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու մեր ծրագրային դրույթները, ինչպես նաև շարունակաբար նրանցից լսել ենք առաջարկներ, որոնք եւ հետագայում ընդգրկվելու են եւ արդեն իսկ ընդգրկվում են Առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ։ Այսօր ուզում եմ անդրադառնալ նաև քարոզարշավի վերջին 1 շաբաթվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած քաղաքական թիմի հռետորաբանությանը։ Կարծում եմ բոլորդ նկատել եք, որ վերջին ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնը, հռետորաբանությունը բացառապես հիմնված է անձնական բնույթի սպառնալիքների, ոչ բարեկիրթ խոսույթի, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելու ուղղությունների վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը այս ամբողջ ժամանակահատվածում եւ ակնհայտ է, որ քաղաքական բանավեճի որևէ տարր նրանց կողմից իրականացվող քարոզարշավը չի պարունակում։ Քարոզարշավի անցնող օրերի ընթացքում մենք ականատես ենք լինում ամեն ինչի, սկսած կրկնում եմ գրեհիկ հռետորաբանությունից, ոչ բարեկիրթ, ոչ պարկեշտ խոսույթից, վերջացրած ֆիզիկական հաշվարդարներ եւ սպառնալիքներ հնչեցնելու գործելավոճի ենք ականատես լինում եւ ցավալի է, որ քարոզարշավի առաջին օրվանից սկսած, երբ մենք բոլորին կոչ էինք անում մեր նաեւ քաղաքական ընդդիմախոսներին, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին կոչ էինք անում հանդես գալ կառուցողական դաշտում, ակնհայտ է, որ այդ կոչերը այսպես ձայն բարբարո հանապատի են եղել եւ նրանք շարունակում են իրենց ոչ բարեկիրթ, ոչ քաղաքական գործելավոճը։ Եթե մենք նկատում ենք հիմնականում ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական բոլոր ուժերը այս օրերի ընթացքում քարոզարշավի այս հնարավորությունը օգտագործում են իրենց ծրագրային թեզերը ներկայացնելու, իրենց անելիքները ներկայացնելու ուղղությամբ են շարժվում, սակայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը բացառապես քարոզարշավը տեղափոխել են սպառնալիքների եւ ոչ բարեկրթության դաշտ։ Անգամ այս խոսույթը տեղափոխվել է քաղաքական ընդդիմախոսների այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական այսպես սպառնալիքների վիրավորանքների հնչեցման դաշտ, ընտանիքի անդամներին թիրախավորելու դաշտ, որը կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ բացառապես պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի ասելիքի բացակայությամբ, քանզի երբ մարդը սկսում է խոսել այս խոսույթով, ակնհայտ է, որ չկա ուրիշ ասելիք։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք հասկանում եք, որ հողը ձեր ոտքի տակից փախչում է եւ քաղաքական խոսույթով հանդես գալու փոխարեն դուք ընտրել եք այս գործելավոճը անձնական սպառնալիքների, վիրավորանքների, տարատեսակ քրեական գործերի հարուցման, հետապնդումների, բռնաճնշումների գործելավոճը, սակայն իրականում սա եւս ձեզ չի փրկելու, որովհետեւ շատ կարճ ժամանակ անց հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեարկությամբ վերջ են դնելու այս բեսպրեդելին, որը որ կոնկրետ սանձազերծվել է իշխանությունների կողմից։ Ես պետք է ազնվորեն ասեմ, որ մեր համար բացարձակ անակնկալ չէին այս սպառնալիքները, հետապնդումները, բռնաճնշումները, որովհետև մենք պատրաստ էինք այս ամեն ինչին, ակնհայտ էր, որ իշխանությունները գնալու են այս գործելավոճով եւ ակնհայտ է, որ գնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական բռնաճնշումները, սպառնալիքները, դրանք կյանքի կոչելու փորձերը ել ավելի են ուժգնացնելու իշխանությունները այս օրերի ընթացքում
ընթացքում ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում են ծրագրային ու բովանդակային քաղաքական երկխոսությունից եւ շարժվում են իրենց այսպես նախանշած ճանապարհով, որը մղոններով հեռու է քաղաքակիրթ կոչվելուց։ Մենք այս օրերին տեսնում ենք, որ մեր թիմակիցների, մեր գործընկերների նկատմամբ, մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ բռնաճնշումները, կալանավորումները, տարատեսակ քրեական գործերի հարուցումը այսպես դարձել է այլևս օրինաչափ, եւ այս ամբողջ ընթացքում պետական ու վարչական ռեսուրսը լծված է ընդամենը մեկ նպատակի՝ լրացնել քաղաքական ընդդիմախոսներին, այս դեպքում ակնհայտ եւ ուղղորդված հաշվեհարդարի գործընթացներ են տեղի ունենում հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ։ Հարուցվում են տարատեսակ քրեական գործեր, կոնկրետ Անդրանիկ Թևանյանի հետ կապված գործի մասով մեր փաստաբանները արդեն նշել են, որ բացարձակ հիմնազուրկ է եւ պատրաստվում են իրավական ճանապարհով գնալ եւ բողոքարկել Անդրանիկ Թևանյանի կալանավորման որոշումը, Մարտուն Գրիգորյանի հետ կապված գործընթացներ հակակոռուպցիոնի կողմից հարուցված բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով